Ավտոդրայվի ուշադրության կիզակետում կրկին օֆրոդն է։ Մեր ստեղծագործական խումբը հաճախ է անդրադառնում հայաստանյան օֆրոդին, որովհետև 4 անգամ 4 օֆրոդ ակումբը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ և մրցույթներ, բայց ամեն ինչ հերթով։ Սեպտեմբեր ամիսը Հայաստանի համար առանձնանում է շատ կարևոր մի իրադարձությամբ՝ Հայաստանի Հանրապետության անկախության հաստատումը։ Եվ այս տարելիցի առիթով 4 անգամ 4 օֆրոդ ակումբը կազմակերպել է հետաքրքիր երկօրյա ավտոերթ։ Հաշվի առնելով, որ միջոցառումը կազմակերպվել է երդվյալ ջիփերների կողմից, սպասվում է փորձություններով ու բարդություններով լի ավտոարշավ։ Իսկ նպատակակետը Տավուշի լեռներն են։ Եվ այստեղ կարևորը ոչ թե լեռները հասնելն է, այլ այն վայրերը, որոնք տեղակայված են լեռների սրտում։ Ավտոերթի մեկնարկը միշտ էլ ազդարարվում է այն ժամանակ, երբ բոլորը հավաքվում են նախատեսված մեկնակետում։ Այս անգամ որպես մեկնակետ ընտրվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի գլխավոր ճանապարհին հարող ավտոկայանատեղի։ Մինչ բոլորը կպատրաստվեն ավտոերթի մեկնարկին, ավտոդրայվին աջակցելու համար շնորհակալություն հայտնենք հաղորդաշարի գործընկերներին։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Քեշուա Արմենիան, Արզնի կաթ ընկերությունը, Պրոֆիլե Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, Carrix ընկերությունը։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին և Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Հաշվի առնելով, թե ինչպիսի ամենագնացներ են մասնակցում ավտոերթին, կազմակերպիչները արշավը բաժանել են 2 փուլի։ Առաջին փուլը միջին բարդության լեռնային ճանապարհ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղից մինչև Գոշ լիճ, այնուհետև մինչև Գանձաքար համայնք, որտեղ էլ կկազմակերպվի արշավախմբի գիշերակացը։ Սա նախատեսված է բոլոր տեսակի արտաճանապարհայինների համար, բայց այն արշավականները, ովքեր ունեն հատուկ միջոցներով զինված հատուկ պատրաստված ամենագնացներ, մինչև Գանձաքար հասնելը կսկսեն արշավի երկրորդ, բարդացված փուլը։ Իհարկե այստեղ հետաքրքրություններն ավելի շատ են, որովհետև նախատեսված է այցելություն Բերդաքար կոչվող տեղանքը, որտեղ ժայռի կատարին դեռ մնում են հայոց Աշոտ երկաթ արքայի ամրոցի մնացորդները։ Հայ շինարարը չի դադարում զարմացնել։ Հայոց լեռնաշխարհի ամենաանհավանական վայրերում կարելի է հանդիպել մեծ ու փոքր տարբեր սրբավայրեր։ Այդպիսի մի սրբավայր էլ ընկած է մեր արշավականների ճանապարհին, որն էլ ծվարել է քաղաքակիրթ աշխարհի աչքից հեռու այս գողտրիկ վայրը։ Տավուշյան անտառապատ լեռները յուրաքանչյուր կետից երևում են իրենց ողջ հմայքով։ Իսկ ճանապարհները, որոնք անցնում են ծառերի խիտ սաղարթի միջով, երկակի զգացողություններ են առաջացնում, առավելևս երբ տպավորություն է, որ այս գրունտային ճանապարհը երբեք չի չորանում։ Ահա և Գոշի լիճը իր ողջ հմայքով։ Այս լճի գոյության մասին շատերը մինչև վերջին ժամանակները նույնիսկ չէին ենթադրում, բայց այժմ շատերն են ցանկանում այցելել լիճ, բայց նրանց հետ է պահում ճանապարհի բարդությունը։
Ահա այստեղ Բերդաքարի բարձունքի ժայռի վրա է տեղակայված 10-րդ դարով թվագրվող Աշոտ Երկաթ արքայի ամրոցը։ Այդ ամրոցի ավերակները կանգնած են մինչև այսօր։ Երբ տեսնում ես, թե ինչ բարդ տեղանքում է կառուցված ամրոցը, նախ զարմանում ես, թե ինչպես է հնարավոր եղել կառուցել այն։ Օֆրոդ արշավն առանց ամենագնացների քարշակման դժվար է պատկերացնել։ Մխոջան, ես քանի որ չէի գնացել սարերը, ինչի համար չէի գնացել, որ գայս տեսուր, աղպետ, խորովածն անեի, սպասեի տղեկը գային, որ մի կտոր հասուտ էինք էլ։ Գնացել էին խելոք ճամփով, կինո չկար, հիմա կինոն հեսա։ Ցեխի մոտ որ գնացինք, մխոն եկավ չստերով, ասեց ապե բա ոնց եմ անելու, սապոկները տվի մխոին, մինչև այսօր սապոկները չի բերել, դրա համար տղեկը հանդես աղվել էին, չկարացա այդամ։
Եվ վերջապես Շարասյունը հասնում է ճամբարի վայր, որը տեղակայված է Գանձաքար համայնքի հարևանությամբ։ Կարևորը զարթնել ենք, ու դեռ չգիտենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Տավուշյան առավոտը դիմավորում է մեր արշավականներին։ Պետք է պատրաստել ամենագնացները ավտոերթը շարունակելու համար։ Կարծես ճանապարհի ամենաբարդ հատվածները հետևում են, չնայած ցանկացած օֆրոդ արշավ իր անակնկալներն ունի։ Էլ ոչ մի բան։ Նայ հարցնես, յո։ Հեսա կինեմ։ Էլի կաչեմ եք նույնպես, յո։
Գասը փոխել է։ Davao işte içsek bu. Boğya karşın drama. Sağa bırnaz gına. Davay gaz tu, gaz. Все, гнasi. Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորը ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր նոր տուն խանութների ցանց։ Հաղորդման հովանավորներն են Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Պրոֆիլե Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահ, Քարիքս ընկերություն։ Առանձնահատուկ շնորհակալություն Multigroup կոնցեռնին իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Gına mi kangını kimnes neyse gına. Gına. Ժամանակն է ամենագնացները փոքր-ինչ ազատել ցեխից, եւ այստեղ օգնության են գալիս գետի ջրերը։ Այսինքն դա բան չի գլված, նույն բան։ Era love there, and I was doing no petrol problem. Hop! Հետ գնա։ Պետք է հաշվի առնել, որ սրանք ամենագնացներ են եւ ոչ թե սուզանալ։ Ուրը բացի կարող է շատ ման լինեք, չէ՞։
Միայն պետք է հուսալ, որ այս ամենից հետո շարժիչը կգործանվի։ Սպալ ասես, նորից է դրա։ Այ քարի վրա է հանել։ Քարի վրա է հանել։ Արտոն ըստի մեջը։ Համից տրած անի, կապը նորից։ Դե ինչ, այսօր այսքանը։ Մինչ հանդիպում։ Այդ պատմություն չունեն քաշով, մի արա։